եթե մարդը իր շրջապատում ունի 1 կամ 2 խաղացող մարդու հետ շատ մոտ է, ամենայն հավանականությամբ ինքը սկսելու է խաղալ։ Դա տենց, հա։ Եթե ընտանիքում կա օրինակ խաղացող, papan խաղում է, ապա հավանականությունը, որ երեխաների մոտ էլ դա կլինի, ավելի մեծ է, քան այն ընտանիքների երեխաների մոտ, որոնք papan որ չի խաղում։ Բայց այստեղ ուղիղ չի կապը։ Այսինքն կապ ունի նաև ում վրա ազդեցություն ունի, չէ՞։ Ով ում վրա ազդեցություն ունի, ինչ էմոցիոնալ կապ է։ Օրինակ, եթե մեծացել են ընտանիքում կամ եթե կա ընտանիքում մեկ խաղացող, հավանականությունը այդ մարդու մոտ խաղալու մեծանում է, բայց սա այն դեպքում, եթե կա դրական սիմբիոտիկ կապ էմոցիոնալ։ Բացասականի դեպքում հակառակը, այն հատկանիշները, որոնք բնորոշ են ծնողին կամ ընտանիքի անդամին, մարդը փորձում է դրանից խուսափի, դրան հակադիր հատկանիշներ ձևավորի իր մեջ։ Ընտանիք, որտեղ որ բոլորը ծխում են, եթե ընտանիքում երեխայի մոտ կա բացասական վերաբերմունք ընտանիքի անդամների նկատմամբ, ենթադրենք կամ ընտանիքի անդամի նկատմամբ ով ծխում է, ինքը հնարավոր է ամենայն հավանականությամբ բացասական վերաբերմունք ձևավորի ծխելու նկատմամբ, որտեղ այդ ընտանիքը ընտանիքի անդամում ինքը բացասաբար է վերաբերվում, չկա դրական ծխում։ Ես հասկանում եմ, որ մենք սովորաբար փորձում ենք ավելի փնտրել պարզ բացատրություններ, ու հոգեբանին էլ երբ որ մարդիկ հարց են տալի, ուզում են միանշանակ պատասխաններ, բայց ցավոք դա պարզեցում է, որը հեռու է իրականությունից։